Անուն Հոր եւ Որդվո եւ Ոգուն Սրբո ամեն։ Անուհետև Հիսուս եւ իր աշակերտները Հրեաստանի երկիրը եկան եւ նա այնտեղ շրջում էր նրանց հետ եւ մկրտում։ Հովհաննեսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղեմի մոտ, որովհետև այնտեղ շատ ջրեր կային եւ մարդիկ գալիս ու մկրտվում էին, քանի դեռ Հովհաննեսին չէին բանտարկել։ Եվ Հովհաննեսի աշակերտների եւ մի հրեայի միջև մաքրության մասին մի հարց ծագեց։ Նրանք եկան Հովհաննեսի մոտ եւ նրան ասացին. «Ռաբբի, նա որ Հորդանանի մյուս կողմում քեզ հետ էր եւ որի մասին դու վկայեցիր, ահավասիկ նա մկրտում է եւ ամենքը գալիս են նրա մոտ»։ Հովհաննեսը պատասխանեց եւ ասաց. «Մարդն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ երկնքից այդ տրված չէ։ Դուք ինքներդ եք վկայում ինձ, որ ձեզ ասացի, ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկված եմ նրա առաջից, ով հարցն ունի, նա է Փեսան, իսկ Փեսայի բարեկամ, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է Փեսայի ձայնի համար։ Արդ այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է, պետք է որ նա մեծանա, իսկ ես նվազեմ։ Նա որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից, նա որ այս երկրից է, երկրավոր է եւ երկրավոր բաների մասին է խոսում։ Նա որ երկնքից է գալիս, վկայում է ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ Ով ընդունում է նրա վկայությունը, հաստատած կլինի, որ Աստված ճշմարիտ է, քանի որ նա ում Աստված ուղարկեց, Աստծո խոսքերն է խոսում, որովհետև Աստված հոգին տալիս է առանց չափի, Հայրը սիրում է Որդուն եւ ամեն ինչ տվել է նրա ձեռքը, ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծո բարկությունը։ Այսօր երկրորդ օրն է խաչվերացի եւ խաչի տոն է։ Եվ այսօր մենք կատարում ենք հոգեհանգիստ ննջեցյալների համար, մեռելոց է, հիշում ենք մեր ննջեցյալներին։ Ավետարանական հատվածը, որ սկսում է այն պատումով, որ Քրիստոս աշակերտների հետ շրջում էր եւ մկրտում էր։ Սա Հովհաննես ավետարանի 3-րդ գլխի 22 համարն է։ Հովհաննես ավետարանի 3-րդ գլխի առաջին համարների մեջ Քրիստոս խոսում էր Նիկոդեմոսի հետ եւ խոսում էր մկրտության խորհրդի մասին։ Ասում է, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, երկնքի արքայություն չի կարող մտնել։ Այսինքն մկրտությունը անհրաժեշտ պայման է երկնքի արքայություն մտնելու, երկինքը ժառանգելու համար։ Եվ այստեղ տեսնենք, որ արդեն հաջորդ դրվագներում Հիսուսն ինքը աշակերտների հետ շրջում եւ մկրտում էր։ Ավետարանն ասում է Հովհաննեսն էլ էր մկրտում, բայց Հովհաննեսը մկրտում էր ապաշխարության համար, ոչ թե Աստծո որդեգրության, մինչդեռ Հիսուս մկրտում էր Սուրբ Երրորդության անունով, որդեգրության մկրտություն էր, Սուրբ Հոգով էր մկրտում։ Ասում է, ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանք, իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծո բարկությունը։ Ավետարանը հստակ է, մեր Տեր Հիսուս Քրիստոս եկավ, որպեսզի մենք իրեն հավատալով ունենանք հավիտենական կյանք։ Եվ այսօր մենք աղոթում ենք, որպեսզի Աստված իր ողորմությամբ մեր ննջեցյալներին արժանի անի հավիտենական կյանքի, երկնքի արքայության, իր ողորմության եւ գթությանը։ Ճիշտ է, ավետարանն ասում է, իրենց հավատքով է, ով հավատա կունենա այդ կյանքը, ով չհավատա, չհնազանդվի, կյանք չի տեսնի։ Բնականաբար ամեն մարդ ինքը պիտի հավատա, բայց մենք որպես սրտացավ մարդիկ, որպես իրենց սիրող մարդիկ,
իրենց համար մտահոգ մարդիկ, մեր ննջեցյալներին նկատի ունեմ, մենք պարտավոր ենք աղոթել, պարտավոր ենք խնդրել, որ Աստված ողորմություն անի, որովհետև Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, ասում է, չկա անհնարին բան աշխարհում։ Ինչ որ մարդկանց թվում է անհնարին, Աստծո համար հնարավոր է։ Եվ Աստված կարող է մեր աղոթքներով, մեր բարի գործերով, մեր ողորմություններով մեր ննջեցյալներին իր ողորմությանն արժանացնի։ Մակաբայեցիների 2-րդ գրքի 12-րդ գլխից մի հատված, որտեղ ասում է Հուդան առաջնորդներ իրենց զորավարներ հավաքեց 400 սատեր եւ ուղարկեց Երուսաղեմ, որպիսի աղոթք անեն նահատակված զինվորների հոգիների համար։ Եվ ասում է հավատում էր, որ պատերազմի դաշտում գեղեցիկ մահով ընկածները թողության եւ Աստծո ողորմությանը պիտի արժանանան։ Այսինքն Սուրբ Գիրքն էլ ասում է, որ աղոթում էին նույնիսկ հին ուխտում, աղոթում էին նահատակների, զոհվածների, հանգուցյալների համար։ Եվ եկեղեցական հայրերն ասում են, Քրիստոս իր խաչով, խաչի հենակը, ներքևի մասը, ավերեց դժոխքը, խաչի գլուխը բացեց երկինքը, երկնքի փակված դռները, խաչի ձախ թևը թողություն շնորհեց մեղավորներին, աջով պարգևներ շնորհեց մարդկանց։ Քրիստոսի խաչ եւ խաչելությունը միայն դրա համար էր, որպեսզի մարդը փրկություն եւ հավիտենական կյանք ունենա։ Պետրը խաչվեց մեր փրկության համար, ինչպես երեկվա հատվածում էլ ասում է, Քրիստոսն իջավ, որպեսզի բարձրանա խաչի վրա, եւ ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Մենք էլ այսօր այդ հավատքով խնդրում աղաչում ենք մեր ննջեցյալների համար, որ Աստված իր ողորմությամբ, իր գթությամբ, իրեն մեծ սիրով, որով սիրեց մարդուն եւ այդ սիրո արդյունքում ինքն իրեն խաչի վրա պատարակեց մեր փրկության համար, ողորմության, գթության, փրկության եւ լույս արքայության արժանացնի մեր ննջեցյալներին։ Ամեն։ Թող Աստծո շնորհը, սերը, ողորմությունը ամենքիս հետ լինի, Աստծո լույս արքայությունը մեր հանգուցյալների հոգիների հետ լինի։ Ամեն։